Եթե հիշում եք անցած Կիրակի, երբ որ խոսեցինք նորից այս թեմայի վերաբերյալ եւ ավելի Եբրայեցիս նամակին ուշադրություն դարձրեցինք այն խոսքին, որ այն ինչ որ Աստված այսօր մեզ տվել է, վաղվա օրը մեզ չի պատկանում, եւ այն ինչպես որ ես պետք է արձագանքեմ, Աստված անկնկալում է, որ այսօր ես արձագանքեմ։ Որովհետեւ եթե վաղ ինձ չի պատկանում, ես չգիտեմ թե վաղ ինձ հետ ինչ է լինելու։ Եվ օրինակը նայեցինք 5 տականից թե ինչ տեղի ունեցավ Իսրայելի հետ, որովհետև ցանկություն ունեին ինչ անելու, հասնելու այն խոստացված երկրին, Մովսեսը հրաշքներով, Աստծո միջոցով հրաշքներով հանեց, Աստված հանեց Մովսեսի միջոցով, բերեց հասցրեց Քանանու երկիր, ու ինչ որոշեցին անել։ Մինչև մտնելը լրտեսների կանչեցին, ասեցին լավ, մինչև մտնելը մի հատ գնանք տեսնենք, այդ ինչ երկիր Տերը մեզ խոստացել, որ պետք է գնանք ու այդ հանգիստը գտնենք մեր։ Գնացին լրտեսները ու հետ վերադարձան, ինչ պատմեցին, կհիշեք։ Չէ, սկիզբը այդքան էլ ահուսարսավ չէ, բավականին հետաքրքիր բաներ ասեցին։ Բերք ու բարիքն ասեցին, ասին իրապես կաթում, մեղր, բխող երկիրը հարուստ ամեն ինչով, նաև պտուղներից էին բերել, ինչ մեծ էին, որպեսզի ժողովուրդը տեսնի, այդ ամեն ինչը պատմելուց հետո ասին բայց ասում է ինչ տեսան նաև հսկաներ տեսան։ Ասում է հսկաներ տեսանք, զորավոր մարդկանց տեսանք, նաև ենակի ցեղից մարդիկ տեսանք, որոնք որ ուժեղ են։ Եվ ասում է իրանց առաջ մենք մեզ ինչպես կարծեցինք, ինչպես մարախներ, մորեխներ, փուճուր ինչ որ բաներ։ Ու այս ամեն ինչի արդյունքը ինչ եղավ։ Ասեցին մենք ի վիճակի չենք ինչ անելու։ Այս մարդկանց դեմ պատերազմելու կամ ի վիճակի չենք մտնելու, առնելու այն ինչ որ Տերը մեզ խոստացել էր։ Ուշադրություն դարձեք, այսքան հրաշքների միջոցով Աստված անցկացրեց, եկան հասան արդեն որ մնացել է մի քայլ անելու մտնելու համար, տեսան որ երկիրը ինչքան պարարտն է, լավն է, ու ինչ ասեցին։ Ասեն չէ, մեր բանը չի, մենք չենք կարա։ Անհավատության պատճառով չմտան։ Եվ հիմա ինչ խնդիր կա մեզ հետ կապված։ Չորրորդ գլխի հենց ամենաառաջի համարը զգուշացումն է եւ պատճառը դրանից հետո ասում է ինչ խնդիր կա։ Խնդիրը որն է, ասում է ուրեմն զգույշ լինենք, որ չլինի թե նրա հանգիստը մտնելու մեզ տրված խոստումից ձեզանից որևիցե մեկը զրկվի։ Այդ 12 լրտեսներից երբ որ եկան, երբ որ այս ամեն ինչը հայտնեցին, ովքեր էին որ կանգնեցին, ասին գնանք։ Քաղեբն էր, Հեսուն էր, որոնք որ ասին ինչ լավ է, շատ լավ երկիր է պատրաստել, գնանք ժառանգենք։ Ինչ որ Տերը մեզ խոստացել է։ Իսկ մարդիկ անհավատության պատճառով ասին չէ։ Մենք ավելավ է գնանք մեր հին երկիրը, գնանք Եգիպտոսը, գնանք մեր ստրկությունը, ինչին որ մենք սովորել ենք։ Ստե Եբրայեցիս նամակի հեղինակը զգուշացում է տալիս, ասում է չլինի թե ձեր անհավատության պատճառով դուք էլ զրկվեք այն հանգստությունից, որը որ ժամանակին զրկվել են մեր հայրերը։ Բայց լավ, հիմա հարց կարա առաջանա, ինչ հանգստության մասին է խոսքը գնում, եթե խոստացված երկրի մասին է, որոշ ժամանակ հետո սերունդերը, երբ որ փոխվեց, մտան այդ երկիրը, չէ, գրավեցին Քանանու երկիրը։ Եթե մենակ դրա մասին էր խոսքը գնում, ապա այն հետևյալ հարցը չկա, ուրեմն պետք է մենք այդ հանգստի մեջ լինենք։ Բայց ուրիշ հարց կա։ Երբ որ մտան Քանանու երկիրը, նույնիսկ այն նոր սերունդը հանգստություն գտան կատարյալ։ Միգուցե ժամանակավոր հանգստություն գտան, որտեղ անապատի մեջ 40 տարեկան էլ հեշտ չի պտտվել։ Այո, որոշ առումով հանգստություն գտան, որոշ առումով բնակության, անընդհատ բնակության վայր գտան։ Բայց ցավից ազատվեցին, խնդիրներից ազատվեցին։ Չէ, նույն խնդիրների, նույն ցավի մեջ շարունակական ապրեցին։ Այդ դեպքում ուրիշ հանգստության հարց կա, ես դրա համար եմ ասում, այս հատվածի մեջ հանգիստ բառը նույն բառն է օգտագործված, բայց օգտագործվածը տարբեր տերմիններով կամ տարբեր կոնտեքստի մեջ։ Ուրեմն առաջին ինչ որ խոսեցինք, այդ հանգստի վայրը Քանանու երկիրն էր, որ Տերը խոստացել էր։
իր ազգին ասելով, որ կգնաք այնտեղ ձեզ համար մի երկիր են պատրաստել, այսինքն որպես ժառանգություն։ Երկրորդ բանը, որ դրանից հետո մատնանշում ասում է հանգստության մասին, խոսքը գնում է շաբաթ օրվա մասին։ Շաբաթ օրվա մասին հետ ենք վերադառնում ծննդոց ու տեսնում ենք Աստված, երբ որ 6 օրվա ընթացքում ամեն բան արարեց, գրված է 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից։ Եվ այս հանգիստը նաև ում պատվիրեց իր ժողովրդին, ասեց, ոչ մի բան չպիտի անեք։ Իմ նշան նրան, որ իմ մեջ պետք է հանգստություն ունենաք։ Մի քանի տարի անցնում Իսրայելը ոնց է ընդունում էդի, դասում են որպես ծիսական արարողություն։ Այն աստիճան իրանք իրենց բարդացնում են, խճճում են, որ երբ որ Հիսուս գալիս է ինչ-որ մի հատ հրաշք է անում, ինչ են ասում են, այ, շաբաթ օրը բան ես անում, քանդում ես։ Այնչ ասում ոնց որ շաբաթ օրվա տիրոջը ասում եք շաբաթ օրը քանդում ես։ Այսինքն բուն իմաստը կորցրել էին։ Ու նորից այս խնդիրը կար հասկացողությունը, թե հիմա շաբաթ օրը մեզ ինչ է տալիս, արդյոք այդ մեկ օրը մեզ կարող է կատարյալ հանգստությունը տալ, թե ոչ։ Եվ նաև այս հատվածում տեսնում ենք երրորդ ձևով, որ հանգիստ բառը օգտագործվում է, դա Աստծո հանգստության մեջ է մտնել։ Այսինքն մի իրավիճակում, որ դու խաղաղ ես, լիարժեք կատարյալ կերպով։ Եվ հիմա առանձին կնայենք այս հատվածները եւ կտեսնենք նաև, թե դա մեզ հետ ինչքանով է վերաբերվում։ Լավ էսի հրյաների պատմությունը դա մեզ հետ ինչ կապ ունի։ Արդյոք այն այսօր ինձ հետ որևիցե կապ ունի։ Արդյոք ես կարիք ունեմ այդ հանգստության եւ այդ հանգստությունը ինձ վերաբերվում է, թե ոչ։ Նախ եւ առաջ տեսանք խնդիրը որն է, որ զգուշացում ասում է զգուշ լինենք, որ այդ հանգստությունից դուրս չմնանք։ Երկրորդ համարը ուշադրություն դարձրեք։ Որովհետեւ մեզ նույնպես ավետարանը քարոզվեց, ինչպես եւ նրանց, բայց քարոզված խոսքը նրանց օգուտ չտվեց, քանի որ լսողների մեջ անհավատով չընդունվեց։ Երբ որ ասում է նրանց էլ քարոզվեց այդ ավետարանը, ինչպես եւ մեզ, ինչի նկատի ունի օրինակ։ Փրկության լուրն է, չէ՞ խոսքը գնում։ Այստեղ միմիայն այդ խոստացված երկրի մասին չէր։ Եթե կարդացել եք Ծննդոց գիրքը, Ծննդոց գրքում Ադամն ու Եվան հանգստության մեջ էին։ Այդ հանգստությունը գալիս էր Աստծուց, որտեղ որևիցե բանի կարիք չունեին անելու։ Աստծո հետ էին, Աստծո ներկայության մեջ էին, Աստված պատվերներ էր տվել, որ պետք է այդ այգին մշակեն, եւ մի բան էր ասել էր, «Էս պտղից չուտեք»։ Երբ որ այդ պտղից կերան, Աստված ասում է, որ մարդը արդեն իր քրտինքով է աշխատելու, կինը ցավով է երեխա ունենալու։ Այսինքն իրենց կյանքը հանգստից դուրս եկավ, մտան անհանգստության մեջ։ Ու Ծննդոց գրքից մինչև հիմա մարդիկ փնտրում են այդ հանգիստը։ Ամեն մեկին որ ուզում եք հարցրեք, փոքրից թե մեծ, ակնկալում է, սպասում է այդ մի պահ այդ հանգիստը։ Սպասում է, թե երբ է գալու այս պահը, որ ես վերջնական կատարյալ կերպով Տիրոջ հանգստի մեջ լինեմ։ Շատ շատեր այս գիտակցությունը ճիշտ է չունեն, ինչ որ բաների մեջ են փորձում այդ հանգստությունը գտնել։ Բայց տեսնում եմ, որ այս ամեն ինչը ունայն է, այս ամեն ինչը դատարկ է։ Իսրայելցիները ինչ արեցին հրյաները։ Տեսան Աստծո հրաշքները, տեսան իրենց հրաշքները, որ որևիցե մեկը չէր տեսել իրենց կյանքի ընթացքում։ Պահը եկավ, որ ընդհանրապես մի քայլ էր մնում, ինչ արեցին, կասկածեցին Աստծո խոսքի վրա։ Իրենց վրա ուշադրություն դարձրեցին։ Եվ դրա հետևանքը տեսանք են, որ անապատի մեջ կորսվեցին ամբողջ մի սերունդ, այդ անհավատության պատճառով։ Նույն բանը այսօր, նույն վտանգը նաև մեզ է սպառնում։ Մենք կարող ենք 1000 անգամ տարբեր քարոզներ լսենք, խոսքերը ինքներս էլ կարդանք, բայց եթե այդ խոսքը իմ կյանքից մեջ որևիցե նշանակություն չունի, իմս չի դառնում, ինչքան էլ լավ խորհուրդ լսեք, ինչքան էլ ավետարանը լսեք, սա վերջնական գիտեք ավելի վատ է լինելու, դատապարտություն է լինելու մեզ համար։ Հիսուս Քրիստոս ասեց, Սոդոմի եւ Գոմորի համար ավելի վատ է լինելու, որտեղ իրանք հենց Քրիստոսին չտեսան, ավետարանը ամբողջական բացած չլսեցին։ Բայց ասում է դուք լսում եք եւ ինչ եք անում, ոչ միայն չեք ընդունում, այլև հակառակ եք դրան կենում։ Հետևաբար խոսքը, որ հիմա լսում եմ, նորից ասում է այսօր եթե խոսքը լսում ես ինչ արա, սիրտդ մի խստացրա։ Այսօրը մի թող վաղվան, մյուս օրվա, որտեղ վաղը մյուս օրը մեզ չի պատկանում։ Ինչի չի պատկանում։
Այս հրավերը ասում է փրկությունը դեռևս կա, այս հանգստին, հանգիստ մտնելը դեռևս կա հնարավորությունը։ Բայց մարդուս կյանքը հավիտենական չի։ Դու չգիտես քեզ համար այդ վերջնական ավարտին երբ է հասնելու։ Ես չգիտեմ ին վերջին օրս, վերջին պահս երբ է լինելու, եւ դրա համար ասում, Եբրայեցիս նամակի մեջ անընդհատ այս միտքը, անընդհատ շոշափում ասում է։ Եթե լսում ես այսօր Տիրոջ ձայնը, սիրտդ մի խստացրա, որտեղ վաղվա օրը քեզ չի պատկանում։ Չորրորդ համարը ասում, որովհետև եթե միտեղ 7-րդ օրվա համար այսպես է ասվում, եւ Աստված 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, 5-րդը, եւ այստեղ դարձյալ ասում է, թե չպիտի մտնեն իմ հանգստի մեջ, ուստի տեսնելով, որ ոմանք պետք է մտնեն այնտեղ, եւ նրանք, որոնց առաջին քարոզվեց, անհավատության պատճառով չմտան։ Հիմա տեսեք, որոշ մարդիկ անհավատության պատճառով ընդհանրապես չմտան։ Հիմա ուշադրություն դարձնենք նրանք, ովքեր որ չկասկածեցին, որ կմտնեն խոստացված երկիրը, բայց տեսնենք, արդյոք կատարյալ հանգստություն գտան այնտեղ, թե ոչ։ Ասում է դարձյալ նա մի ուրիշ օր էլ սահմանում է այնքան երկար ժամանակ հետո Դավթի մեջ այսօր կոչվելով ինչպես ասված է, այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը։ Տեսեք, արդեն մի քանի տարի, 100-ավոր տարիներ անցել է, որ իրանք արդեն խոստացված երկրում են, ու Աստված Դավիթի միջոցով Սաղմոս 95-ում նորից այս խոսքերն է ասում։ Եվ ստեղ նորից հարց առաջանում, բայց մի րոպե, մենք արդեն այդ խոստացված երկրի մեջ ենք, ինչ հանգստի մասին ես ասում, Տեր Աստված։ Մենք արդեն քո հանգստի մեջ ենք, մենք արդեն ժառանգել ենք այն ինչը որ դու ասել ես։ Արդյոք մեզ համար որպես քրիստոնյաներից երկիրն է ժառանգությունը։ Արդյոք այն ինչը որ դուք այսօր ձեր տունը, ձեր ունեցվածքը, արդյոք սա է մեր ժառանգությունը։ Արդյոք սա է ակնկալում Աստծուց։ Գիտեք, եթե մեր պատկերացումը սա է, ես հետևեմ Աստծուն, որպեսզի այս կյանքից մեջ ինչ-որ բարիքների հասնեմ, օրհնության հասնեմ, նյութական առումով եմ ասում։ Շատ վատ ու խղճիկ վիճակում եմ գտնվում, որովհետև այն ինչ որ Տերը ներկայացում աստեղ, ասում է, այս ֆիզիկական պետությունը կամ այս ինչ որ նույնիսկ դες խոստացել եմ, սա չի իմ հանգստությունը, սրա համար չեմ, ես այս ամեն ինչը արել։ Որովհետև դու կարաս լինես ամենալավ տեղը, ամենահարուստ վայրում, բայց հոգուտ մեջ այդ խաղաղությունը չունենաս։ Նայեք, լսեք, օրինակ, փորձեք, տեսեք, թե ովքեր են ինքնասպանություն գործում։ Այո, շատ շատերը նեղության մեջ են ու ինքնասպանություն են գործում, բայց նաև շատ շատերը հարուստ մարդիկ են, ովքեր որ ամեն ինչով ապահովված են, ոչ մի բանի կարիք չունեն։ Ու լսում ես, որ ինչ որ մեկը ինչ եղավ, ինքնասպանություն գործեց, ինքն իրեն կյանքից զրկեց։ Ինչու որտեղ փնտրում էր ինչ որ մի բանի մեջ հանգստություն, այդ ամեն ինչին հասավ, բայց չգտավ հանգստությունը։ Մենք ինչի մեջ ենք փնտրում հանգստությունը։ Գիտեք մեր ծառայությունը որն է։ Որ մենք շատ անգամներ Քրիստոսի արած գործը ամբողջական չենք համարում, կողքի ենք դնում ու փորձում ենք գործերով շահել փրկությունը։ Մտածում եմ, ասում եմ, լավ, ուրեմն պետք է ավելի շատ կարդամ, որպեսզի, չգիտեմ, հանգստության մեջ մտնեմ, փրկությունը ժառանգեմ։ Պետք է շատ ծառայեմ, պետք է շատ քարոզեմ։ Կարծում ենք, թե Քրիստոսի արած գործը մեզ բավարար չի։ Ու ինչ է ստացվում, ծառայությունը, հոգևոր կյանքը մեզ համար դառնում է բեռ ու ծանր մի բան, որ սենց պետքա տանեմ, ասեմ, նորից Կիրակի, նորից պիտի քարոզեմ, դե նորից պետքա կարդամ, որտեղ եթե չկարդամ, միգուցե մեկը հարցնի ամոթ է։ Նորից պիտի աղոթեմ, հասկանում եք, դառնում է բեռ, որտեղ քո գիտակցության մեջ սա մի բան է, որ ես պետք է անեմ, որպեսզի փրկություն ստանամ։ Այսինքն ես դեռևս այդ գաղափարը, այդ հասկացողությունը չունեմ Քրիստոսի մեջ հանգստություն ստանալու։ Հրեաների համար շաբաթվա օրը, որ հանգստության օր պիտի դառնա, ինչ էր դառել։ Բեռ էր դառել։ Այնքան են իրանք օրենքներ մտցրել, որ մտածում էին, լավ, շաբաթ օր այս գործը կարամ անեմ, թե չեմ կարող անեմ։ Գներեք արտահայտությանս համար, նույնիսկ ահագին քննարկում են գնում, գետնին թքելը լավ է, թե լավ չի։ Կարելի է շաբաթ օրը, թե չէ։
Հիմա զարմանում եք, ասում եք, ես ինչ են ասում, այո, այդքան ծայրահեղության գնում են, որտեղ ասում են կարող է գետին եթե թքես, հողը շրջվի, էդիկ համարվի աշխատանք կամ գործ ու սենց, այնքան էին այդ ամեն ինչը սենց իրանց վրա բարդ են, որ այդ շաբաթօրը դառել էր բեռ իրանց համար։ Այնինչ շաբաթօրը տրված էր հանգստության համար, հանգստանալու համար։ Կարդանք Մատթեոսի ավետարանում 11-րդ գլխում։ Հիսուս այս ամեն ինչը տեսնելով կոչ է անում ժողովրդին։ Մատթեոս 11:25 համարից են կարդալու մինչև 30-ը։ Այն ժամանակ Հիսուսը պատասխանեց եւ ասաց. Շնորհակալ եմ քեզանից, ով Հայր, Տեր երկնքի եւ երկրի, որ դու այս բաները ծածուկ պահեցիր աշխարհի իմաստուններից եւ գիտուններից եւ մանուկներին հայտնեցիր։ Ընդհանրապես փրկության մասին է եւ այստեղ միշտ ուշադրություն դարձեք Հիսուսի խոսքերին։ Այն ովքեր որ իրանց իմաստուն են կարդում եք առակած գրքում, որ Աստված այդ իմաստուններին հիմարացրեց, որտեղ կարծում էին, թե իրանք այդքան իմաստուն էին, որ կանգնեցին ասին Աստված չկա։ Այնինչ այդ գաղափարախոսությամբ, այդ մտածելակերպով իրանք իրանց ինչ արեցին, հիմարացրեցին։ Դա համար Հիսուս ասում է, փառք եմ տալիս քեզ Տեր Աստված, որ անունով իմաստուններին սրա մասին չհայտնեցիր։ Այն հայտնեցին նրանք, ովքեր որ կարծես թե մանուկ են, երեխա են։ Այո, Հայր, որտեղ քեզ այդպես հաճելի եղավ։ Ամեն բան ինձ է տրված իմ հորից, ոչ ոք չի ճանաչում որդուն, բացի հորից, եւ ոչ ոք չի ճանաչում հորը, բացի որդուց, եւ նրանից ում որդին կամենա հայտնել։ 27 համարի մեջ Հիսուս ինչա պարզ բան ասում։ Ասում է, եթե մեկ ինձ չի ճանաչում, հորը չի կարող ճանաչի։ Եթե մեկը հորը չի ճանաչում, ոչ էլ ճանաչում է ինձ։ Եվ առակած գրքի մեջ ինչ են կարդում, իմաստության սկիզբն ինչն է։ Աստծո երկյուղն է, այսինքն երբ որ ես ճանաչում եմ Աստծուն, ճանաչում եմ Հիսուս Քրիստոսին, ճանաչում եմ, առնում եմ այդ իմաստությունը, արդեն սկսում եմ գործել այնպես, ինչպես որ Տերն է կամենում։ Ես կտրված չեմ իմաստության աղբյուրից։ Ես հասկանում եմ ով եմ ես, ով է Աստված։ Հիմա այս ամեն ինչի վերջում կոչ անում Հիսուս։ Ասում է ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ ինչ կտամ հանգստություն կտամ։ Ինչի մասն է խոսքը գնում, ինչով ենք բեռնավորված։ Մեղքերով, հոգսերով, բայց հրյաների կոնտեքստում ինչով են օրենքի գործերով, որ հրյաները հասել են նրան, որ մտածում են, այս շաբաթը պետքա պահեմ, այս օրենքը պետքա պահեմ, սա պետքա անեմ, որպեսզի փրկություն ստանամ։ Հիսուսն ասում է այս ամեն ինչը թողեք մի կողմ, եկեք ինձ մոտ, ես այդ հանգստությունը տալիս եմ։ Դրա համար ենք ասում, որ փրկությունը գործերով չի, Եփեսացիս նամակի մեջ ասում։ Որ որևիցե մեկը չպարծեն ասի, տես Տեր Աստված, ինչքան լավ աշխատել եմ քո համար, ու հիմա փրկված եմ։ Փրկությունը ժառանգել եմ, ստացել եմ, արժանացել եմ դրան։ Հիսուսն ասում է, տես չկա, չեք կարող ինչ-որ մի գործ անեք, որ դրանից հանգստություն ստանաք։ Այդ հանգստությունը ինձանից եք առնելու, պետք է գաք ու ես ձեզ կտամ։ Բայց այս հանգստությունը պասիվ հանգստություն չի։ Չես ասում, դե լավ, փրկված եմ, վերջ, Տեր Աստված, նստեմ աթոռին, ասեմ, դե Տեր Աստված, բարձրացրա վերև։ Այո, կուզենայինք տենց լինել, որ հենց փրկվեին, միանգամից բարձրանայինք վերև։ Բայց տես չի լինում։ Տերը պահում է իր նպատակի համար եւ շարունակության մեջ Հիսուսն ասում է, եթե իմ հանգստությունը տալիս եմ, Որում այս հանգստության մեջ պիտի անեք այն ինչը որ ես ձեզ պատվիրում եմ, ասում եմ որ անեք։ Եվ շարունակությունը կարդանք տեսնենք մենք, որ հանգստի մեջ մտել ենք Քրիստոսի, սա նշանակում է որ պետքա պասիվ կյանքով ապրենք, թե այդ հանգստության մեջ պետքա գործենք Աստծո փառքի համար։ 29 համարը ասում է իմ լուծը ձեր վրա վերցրեք եւ ինձանից սովորեցեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեր անձերի համար ինչ կգտնեք, հանգստություն կգտնեք։ Հիմա լավ կասես մի վարքյան, Հիսուս, դու հիմա ասում ես մենք են օրենքի գործերը թողնենք, գանք քո մոտ ու քո լուծը առնենք, որպեսզի հանգստություն առնենք, մի քիչ անտրամաբանական չի, մի բանից զրկվում ենք կամ մի բան թողնում ենք, հիմա ուրիշ բան ենք առնում, որ անենք։
Եթե լոկ անելու մասին է խոսքը գնում, այո, այս օրենքի գործերը չենք անում, հիմա էլ անում եք ինչ որ Հիսուսն է անում։ Ստե գալիս է նպատակը, ինչի համար եմ ես այս ամեն ինչը անում։ Եթե նպատակը սկզբնական շրջանում օրենքի գործերը կատարել են, որպեսզի փրկություն ստանա, սա այս ամեն ինչը տանելու ունայնության, ինքս ջղայնանալու է, նեղվելու է ամեն ինչից ու ասեի, ոչ մի բան ինձ պետք չի։ Գիտեք, որ այս խնդիրը կա քրիստոնեության մեջ։ Շատ մարդիկ կարծում են քրիստոնեությունը այս ինչ բան անել, այս ինչ բան չանելը չի։ Մտածում են, որ եթե դարձան քրիստոնյա, ուրեմն հեսա հոգևորները մի հատ շարք են տալու, sense ցուցակ ու գրված է։ Սա կարելի է անել, սա չի կարելի, սա կարելի է, սա չի կարելի։ Անպայման աղոթել, անպայման sense, չգիտեմ, այս sense ինչ որ շարք է։ Մարդկանց տրամաբանությունը էս է։ Բայց Հիսուս ուրիշ բան է ասում։ Ասում է, ամեն ինչը թողեք մի բան օրենքի գործերը։ Եկեք ես ձեզ փրկությունը տալիս եմ այդ հանգստությունը, որը որ Տերը խոստացել է, ես ձեզ տալիս եմ։ Բայց այդ հանգստության մեջ դրանից հետո պետք է անեք ինչ որ ես եմ ուզում որ դուք անեք։ Ինչի ասում, որտեվ ես հեզ եմ ու խոնար, այն ինչ որ դուք անելու եք, իմ օրինակով եք անելու, ինչ որ ես արել եմ, ձեզ այդ օրինակը տալու եմ։ Եվ երբ որ անեք այն ինչ որ ես եմ այդ իմ լուծը տալիս, ձեր անձերի համար հանգստություն եք գտնելու։ 30 համարը ինչի, որովհետև իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը ինչ է, թեթև է։ Այդ բեռը դու մենակը չես տանելու, երբեք չես կարող տանել։ Տեր Աստված ասաց, որևիցե հոգևոր բան չեք կարող անել, եթե Աստված ձեզ այդ հարցում չօգնի։ Պողոս առաքյալը կամ նույն Մովսեսը ասաց, եթե դուք չես առաջնորդելու, մեզ տեից միեղ տար, չենք ուզում ինչ-որ միտեղ գնանք, որտեղ որ դու չես լինելու։ Նույնը ծառայության մասին է ասում։ Եթե մի բան անում եք, դուք ձեր անձերը բարձրացնելու համար մի արեք։ Իսկ Սեր Աստծո մի արեք, որտեղ դուք տենց ինքներդ ձեզ գցում եք մեղքի մեջ։ Անունով ստացվում որ մենք ծառայում ենք Աստծուն, բայց իրականության մեջ ծառայում ենք մեր անձերին ու մենք մեզ ավելի մեղքի մեջ ենք գցում։ Դրա համար Տիրոջ մեջ հանգստությունը, Տիրոջ մեջ ծառայություն անելը, սա ոչ թե ինձ համար բեռ, այլ սա ինձ համար քաղցրություն է, որտեղ ես վերջի հասկանում եմ, ասում Տեր, ուրեմն դու ինձ սրա համար ես պատրաստել։ Սրա համար ես տվեց տաղաններն ու շնորհները։ Սրա համար եմ ապրում։ Սրանով այն գոյությունը իմաստավորվում։ Եվ սա նորից չի նշանակում ծայրահեղություն, գիտեք, որ ընտանիք չպետք է կազմենք, չպետք է աշխատենք, չէ, ամեն ինչ դրա մեջ է մտնում։ Ուղղակի ընտանիքդ կազմում ես, ընտանիքի կենտրոնում լինում է Հիսուս Քրիստոսը։ Աշխատում ես, աշխատանքիդ մեջ նորից նպատակը մեկն է Աստծուն փառավորելը։ Սովորում ես նորից նպատակը մեկն է, այսինքն քո շարժառիթը, քո կյանքի ընթացքը մեկ ուղու վրա է։ Ինչ անում եմ, անեմ Աստծո փառքի համար։ Դրա համար ինչ որ կստացվի, ինչ որ չի ստացվի, արդեն ինձանից կախված չի։ Տերս գիտի, այս աշխատանքը տվեց փառք Աստծուն, այս աշխատանքից հեռացրեցի, նույնիսկ փառք Աստծուն։ Տերն է իմ կյանքի Տերը։ Ես դա որպես բեռ չեմ տանում, ես ինքս չեմ փորձում այս ամեն ինչին հասնել։ Հնարավորություն է նավես տուն առա, փառք Աստծուն։ Չեղավ, նորից փառք Աստծուն։ Հիմա ուրիշ ծայրահեղություն եմ ասում։ Հոբի պատմությունը գիտեք։ Հոբը այնպիսի բաներ ասում, որ ոչ բոլորը կարան այդ գիտակցությունը գան։ Հոբը երբ որ լսեց, որ երեխաները մահացել են 10 երեխա, ասեց Աստված տվեց, Աստված էլ վերցեց այուց ծայրահեղ մտածելակերպը, բայց նորից տեսնում ես, որ Հոբը նորից այս հարցում հանգստություն ուներ։ Ճիշտ է, ամբողջական Աստծուն դեռևս չէր ճանաչում, կարիք ուներ այս ամեն ինչի միջով անցնելու, բայց Տերը թույլ տվեց այս բանը։ Հոբի հետ կապված մի հետաքրքիր բան ասեմ։ Ամենավերջում, երբ որ նայում եք, տեսնում եք, որ օրհնությունը այն ինչ որ կա, կրկնապատիկ տալիս է։ Բայց գրված է, որ երեխաներին նորից 10 երեխա ունենում։ Հիմա որոշ աստվածաբաններ կարծում են, որ հենց այն երեխաները, որ մահացան, Աստված հարություն ա տվել, չգիտեմ։ Բայց համենայն դեպս, եթե կրկնապատիկ լինեին, ասում են տրամաբանական պետք է լիներ, որ 20 երեխա պետք է լիներ։ Չգիտեմ։ Բայց խնդիրը սրա մեջ չի։ Խնդիրը նրա մեջ է, թե մենք այսօր ինչ որ անում ենք, ինչ ակնկալիք ունենք Աստծուց, որն է մեր նպատակը։ Շարունակենք սիրելիներ։ 8-րդ համարը։
Որովհետև երբ Հեսուն, տեսեք, երբ որ կարդում եք Հեսու, եբրայերեն նույն Հիսուս անունն է։ Նավեան Հիսուս։ Մենք մեր մոտ հայերենով Հեսու է կարդացվում, բայց ասում է Հեսուն նրանց հանգիստ տրված լիներ, եթե ապա դրանից հետո նա ուրիշ օրվա մասին չէր խոսի։ Ուրեմն մի հանգիստ է մնում Աստծո ժողովրդի համար, որովհետև նրա հանգիստը մտնողը նույնպես իր գործերից դադարում է, ինչպես Աստված դադարեց իր գործերից։ Ինչի համար է Եբրայեցիս նամակի հեղինակը հիշում Հեսուին, որովհետև Հեսուն մեկն էր, որ հավատքով մտավ, բայց ասում է Հեսուն Հիսուսը նավեան։ Այդ հանգստությունը ժողովրդին չտվեց։ Եվ այդ հանգստությունը հիմա մնում է ումից ակնկալենք, ումից սպասենք Հիսուս Քրիստոսից ինչ որ կարդացինք։ Եվ սա ոչ միայն արդեն Հիսուս Քրիստոսի ժամանակ, այլ մինչև նույնիսկ Հիսուս Քրիստոսի ծնվելը Աստված խոստացել էր, որ այդ հանգստությունը ձեզ տալու է։ Ուղղակի պետք է ջանք թափենք, եւ այդ ջանքը ո՞րն է։ Այն ինչ որ լսում ենք, հավատքով առնենք ու այդ հավատքից առած գործեր գնանք գործենք։ Եթե Տերը ասել է այսպես, ուրեմն գնա այդ ձևել արա։ Մի կասկածի տեղիք մի տվեք։ Որտեղ եթե առաջին զգուշացումը Եբրայեցիս նամակից արդեն կարդացել ենք, այն էր, որ ճանապարհից շեղվելը, սա երկրորդ բանը սրա մասին է ասում։ Անհավատությունից պետք է զգուշ լինենք։ Անհավատությունը շատ ռեալ է այսօր մեր կյանքում։ Եվ 11 համարը, ուրեմն ինչ պետք է անենք։ Պետք է ջանանք մտնելու այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ մեկը այդ նույն անհավատության օրինակին հետևելով ինչ չանի, չընկնի։ Եթե ես ամեն ինչից հետո ես շարունակեմ կասկածել, այս ամեն ինչից հետո ասեմ, բայ եթե այսպես, բայ ինչպես կլինի սա, ասում է այսօրվա օրը, մենակ այսօրն է քեզ տված։ Վաղվա օրը քոնը չի։ Դա համար ջանա այսօր անելու են, ինչ որ Տեր այսօր քեզ ասում է։ Ջանա հնազանդվելու են խոսքի, ինչ որ Տեր այսօր քեզ հետ խոսում է։ Ուրեմն երկու ճշմարտություն կա, որ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնեմ ու վերջացնում եմ։ Առաջինը սա է, որ երբ որ ավետարանի խոսքը լսում եք, կամ ընդհանրապես ցանկացած խոսք որ լսում եք, եթե այն կյանքից ընթացքում եւ չեմ գործածում, այդ խոսքը իմ կյանքում որևիցե օգուտ չի բերում։ Ավետարանը կամ հրաշքները այն ժամանակ տեսան հрьяաները, այսօր մենք ենք հազարավոր քարոզներ լսում։ Եթե այն իմը չի դառնում, հա դա լավ քարոզ է, լավ խորհուրդ է։ Բարի լուրը ավետարանը, բայց եթե դա իմը չի, ինձ որևիցե օգուտ դա չի տալիս։ Հետևաբար այն ինչ որ լսում ենք, ամուր բռնենք։ Երկրորդ բանը զգուշ լինենք, ջանանք, թե չլինի թե հանկարծ մեր փրկության մասին մտածենք, որ ինչ որ գործերով այդ փրկությանը հասնելու ենք։ Հիշեք մի բան, որ այդ հանգստությունը գալիս է միմիայն Տեր Հիսուս Քրիստոսից եւ միմիայն այն ժամանակ, երբ որ կգանք հնազանդությամբ իր ոտքերի առաջ կգանք, ասենք Տեր Աստված, ամբողջ կյանքս հանձնում եմ քեզ։ Ով որ այն ինչ որ այն իմ մեղքերով, իմ խնդիրներով, իմ դժվարություններով հանդերձ հանձնվում եմ քեզ։ Խնդրում եմ դու քո լուծը տուր ինձ, անեմ այն ինչ որ դու ես ուզում։ Էլ չեմ դիմանում, էլ չեմ կարող ինքս մենակս այս բեռը տանել։ Քանի չգաք այս աստիճանի, քանի չգաք սրան, որ դուք գաք խոնարհվեք Քրիստոսի առաջ, միշտ այսպես Քրիստոսի խոսքը մեկ էլ է ձեր գործերը, ասենց միշտ պահելու ձեր ձեռքերի մեջ։ Ու երբ որ պահը գալու, փորձ չի ստացվելու, որ ինչ-որ մի բանին հասնեք, նեղվելու եք, ցավ եք քաշելու։ Դե համար շատ անգամներ Աստված թույլ է տալի, որ մենք այն աստիճանի գանք հասնենք, այն աստիճանի sense խոնարհվենք, որ հանձնվենք, ասենք վերջ Տեր ես հանձնվում եմ։ Էլ ոչ մի բան չեմ կարող անել։ Հուսով եմ, որ ամեն մեկիս կյանքում չի կա այդ ծայրահեղ կետը, որ մենք կջանանք հասկանալու, գիտակցելու, որ կարիք չկա, որ Աստված մեզ հասցնի այդ կետի։ Այսօր խոստովանում մեղքերս։ Այսօր գամ Տիրոջ առաջ, ասեմ Տեր, ուզում եմ այսօրվանից հետո ապրեմ քո համար։ Կյանքիս նպատակն է դա, ուզում եմ քո հանգստության մեջ մտնեմ, այն հանգիստը, որ դու խոստացել ես հավիտենականության մեջ, որտեղ երկրից վրա հանգստություն չեք կարող գտնել։ Բայց Քրիստոսի մեջ ունենք այդ հանգստությունը։ Գիտեք ինչի, որտեղ Տերն ասաց, եթե հավատացիք, ուրեմն վստահ եղեք, որ այլևս դատապարտություն չկա նրանց համար, ովքեր որ Հիսուսին հավատացին։
ովքեր որ Տիրոջ մեջ են։ Ուստի սա է մեր հանգստությունը։ Սրանով ենք ապրում, որ ինչ էլ լինի, եթե Տերը նույնիսկ այսօր ինձ կանչի, Տիրոջ հանգստի մեջ եմ լինելու հավիտյանս հավիտյանից։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Իրապես Տեր Աստված քո գործերը հրաշալի են, Հայր։ Արարչագործության ամենասկզբից դու ցանկություն ունեիր, որ մարդը հանգստության մեջ լինի, Տեր Աստված։ Քո հետ լինի կատարյալ խաղաղության եւ սիրո մեջ, Տեր։ Բայց մեղքի պատճառով ընկանք, թերացանք, տկարացանք, Տեր։ Մեղքի պատճառով ինքներս մեզ վատնեցինք, անեծքի տակ գցեցինք եւ հիմա այս քաոսի մեջ ապրում ենք եւ շատ անգամներ փորձում ենք այս քաոսի մեջ ինքներս մենք կառավարենք մեր կյանքը։ Սակայն չենք հասկանում, որ ոչ մի բան մեր ձեռքերում չի, Տեր։ Այլ փրկությունը քո ձրի պարգևն է, ձրի շնորհն է, որը որ տալիս ես ամեն մեկին, ով որ կգա մեղքերի խոստովանությամբ քո առաջ, Տեր Աստված։ Հիմա Հայր աղոթում եմ այստեղ գտնվող ամեն մեկի համար, Տեր, թե ինչպես որ խոսքով զգուշացրեցիր, ասիր, որ զգուշ լինենք, չլինի թե այդ հանգստությունից դուրս մնանք, աղոթքս սա է, որ ամեն մեկին այցելես, ով որ դեռևս քեզ չի ճանաչում, ով որ դեռևս քո հանգստության մեջ չի մտել, Տեր Աստված, ով որ դեռևս փրկությունը չի ճաշակել, Տեր։ Դու այցելություն արավ խոսիր ես մարդկանց հետ, որ չսպասեն վաղվա օրվա, որտեղ վաղվա օրը մեզ չի պատկանում, Տեր։ Եվ ինչպես որ ասեցի, երբ որ այսօր խոսքդ լսում ենք, խոսքիդ հնազանդվենք, մեր սիրտը չկարծրացնենք, ինչպես որ հրեաները կարծրացրեցին եւ 40 տարի անապատում պտտվեցին, Տեր։ Մենք էլ այս մեղքի պատճառով պտտվում ենք այս մեղքի անապատում, Տեր։ Եվ մի մենք քեզանով է, որ կարողանում ենք հանգստություն գտնել։ Եվ այս հանգստությունը ոչ թե ժամանակավոր է, Տեր, այլ քեզանով հավիտենական հանգստություն է, Տեր։ Քո ցանկությունը մեկն է, որ քո զավակները քեզ հետ լինեն այդ հանգստության մեջ։ Ուստի Տեր, աղոթում եմ, որ ներես մեր մեղքերը, Տեր։ Սրբես մեզ ամեն անիրավությունից, Հայր, եւ օգնես, որ ամեն օրվա օրը, որ քայլում ենք, գործենք քո անվան ու փառքի համար, Տեր։ Ամեն օրվա նպատակը լինի քեզ ծառայելը, քեզ ճանաչելը, Տեր Աստված, եւ գործելը քո փառքի համար, Տեր։ Տեր Հիսուս, ինչպես որ ասեցիր, եկեք ինձ մոտ եւ ես ձեզ հանգստություն կտամ, գալիս ենք քո առաջ, Տեր Աստված, եւ քեզանից ենք խնդրում, որ դու տաս մեզ այդ լուծը, այն ինչ որ դու ես անում։ Ուստի օգնի, որ կանչվածության մեջ հավատարիմ լինենք, Տեր։ Ամեն օր կանչվածության մեջ հավատարիմ լինենք եւ հետևենք քեզ։ Եվ վստահ եմ, Տեր, որ գալու է պահը, որ կանչել ես մեզ բոլորիս այն երկնային թագավորությունը, որը որ դու պատրաստել ես քեզ սիրողների համար, Տեր։ Մեզ ամեն օր պատրաստ արա, Տեր Աստված, քեզ դիմավորելու, որ երբ որ ժամանակը գա, կանգնենք քո առաջ եւ լսենք այս խոսքերը, ապրես բարի ու հավատարիմ ծառա, մտիր քո հորը թագավորությունը։ Շնորհակալ ենք, Տեր Աստված, ամեն ինչի համար։ Հիսուս քո անունով աղոթեցինք, ամեն։